Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Էլլան հիմա միակ մարդը, ում վստահում է, դա Սարան է։ Քանի որ միակ մարդը, ով չի քննադատում նրան, չի ցանկանում բաժանել Արմանից, դա հենց Սարան է։ Էլլան ցանկանում է խոսել նրա հետ, պատմել, թե ինչպես են ինքն ու Արմանը հաշտվել, սակայն Սարան պատասխանում է, որ հիմա կարևոր գործեր ունի, եւ քիչ անց լավ կլինի, որ հանդիպեն դրսում եւ խոսեն, որպեսզի իրենց ոչ ոք չխանգարի։ Էլլան համաձայնում է, եւ չնայած նաեւ Արմանը որոշել էին գաղտնի հանդիպել, բայց փաստորեն ստացվում է այնպես, որ Արմանը այդ գաղտնիքի մասին պատմեց Սարոյանին, չցանկանալով չարաշահել նրա վստահությունը։ Էլլան էլ իր հերթին Սարային։ Արմանը առավոտյան գալիս է Էլլային համալսարան դասի տանելու։ Դարպասների մոտ նա հանդիպում է Արամին։ Վերջինս ասում է, որ եկել է Ռեբեկայի հետևից, նրան աշխատանքի ուղեկցելու։ Այդ պահին դուրս է գալիս Ռեբեկան եւ տհաճ իրավիճակ է ստեղծվում, քանի որ նա այդքան էլ ուրախ չէ Արմանին տեսնել։ Իսկ Արմանը իր հերթին քթի տակ շփտում է նախ նրա համար, որ ինքն ու Էլլան արդեն հաշտվել են եւ այլևս անհնար է, որ իրենց ինչ-որ բան բաժանի։ Եվ երկրորդը այն պատճառով, որ փաստորեն Արամի ու Ռեբեկայի հարաբերությունները զարգանում եւ առաջընթաց են ապրում։ Արամն էլ շտապելով գալիս է Գոռի տուն, որպեսզի հայտնի մի շատ կարևոր լուրի մասին։ Արամը Գոռին ասում է, որ Եվան է բանտից դուրս եկել, Գոռի նախկին ընկերուհին, ով բանտում էր վրայերթի ենթարկելու հետևանքով սպանության մեջ մեղադրվելու համար։ Գոռին հիմա սա էր պակասում։ Իդեպ մեզ էլ էր սա պակասում, հիմա էլ փաստորեն նոր կերպարի պետք է սպասենք, որը կգա, կխառնի ամեն ինչ, եւ այս սերիալի ավարտը դեռևս չի երևա։ Իսկ սկզբում սերիալի հեղինակը, սցենարիստը, ռեժիսորը եւ ստեղծագործական անձնակազմը բոլորը մեզ հեռուստադիտողից խոստանում էին, որ այս սերիալը բաղկացած է լինելու պլյուս-մինուս 130 սերիայից։ Հիմա արդեն 150-րդ սերիան ենք դիտում, բայց ինչպես արդեն նշեցինք, վերջը չի երևում։ Սցենարը ավելի ու ավելի է խճճվում, ի հայտ են գալիս նոր կերպարներ, որոնք ակնհայտորեն փոխում են սերիալի իմաստը եւ ուղղությունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք կցանկանայիք նոր կերպար տեսնել այս սերիալում Գոռի նախկին ընկերուհու Եվայի տեսքով։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չերք ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարային նջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը։ Դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարկինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ,
ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնելու։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուհուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, սոնիշնի գրուպան չգիտեմ որ